Les yeux de Paris, moi sont des amoureux. Վարպետի թանգարանում Փարիզյան շունչն է և ֆրանսերենի գերիշխանությունը։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում վերստին անդրադարձել են Իսահակյանի գլուխգործոցին և Աբուլ Ալա Մահարին հնչում է ֆրանսերեն ու հայերեն։ Պոեմի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը նախորդ տարի տեղի ունեցավ Փարիզում վարպետի 150-ամյակի հոբելյանական տարվա հանդիսությունների շրջանակում։ Կարեն Խուրշուդյանի թարգմանությամբ գրքի խմբագիրը միջազգային մեծ հեղինակություն վայելող հայագետ Ժան-Պիեր Մահեն է, որը բարձր է գնահատել պոեմի թարգմանությունը։ Աբուլ Ալա Մահարին ֆրանսերեն հնչում է թանգարանի կամավոր աշխատակից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Գոհար Հարությունյանի ընթերցմամբ։ Վարպետի թանգարանում ընդհանրապես խիստ կարևորում են ներառականության գաղափարը։ Արդեն տևական ժամանակ է, ինչ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներին ակտիվորեն ներգրավում են իրենց ծրագրերում, ստեղծել են համերաշխ թիմ և ձգտում են առավել սերտ գործակցության։ Այս պահին կարող եմ լավագույն արդյունքն այն գնահատել, որ այսօր թանգարանն ունի արդեն առանձնահատուկ կրթական պայմանների կարիք ունեցող կամավոր աշխատակից, ով կարող է մի քանի լեզվով թանգարանում էքսկուրսիա վարել։ Սա մեծ հաջողություն է մեզ համար եւ ամբողջ աշխարհում եզակի երևույթ է։ Շատ քիչ թանգարաններ կան, որ ունեն նման աշխատակիցներ եւ Աստված տա, որ այնպիսի հնարավորություններ ունենանք, որ կարողանանք նաեւ որպես հիմնական աշխատակից ներգրավելու մեր թանգարանային միջավայրում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հանդիպման լավագույն վայրը թանգարանն է ծրագիրն արդեն 2 տարի է, որ իրականացվում է այստեղ և մշակույթի միջոցով նպաստում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը հասարակական և մշակութային կյանքին։ Գոհար Հարությունյանը, որը մասնագիտությամբ զբոսավար է, բացի մի քանի լեզուներով էքսկուրսիաներ վարելուց, թանգարանի այլ ծրագրերի մասնակիցն է, նաև օրվա միջոցառման առանցքային դերակատարն է։ Նրա կատարմամբ հնչում է Փարիզի երկնքի տակ երգը։ Կազմակերպիչները փաստում են, վարպետի ժառանգությունն ու ֆրանսիական մշակույթը հրաշալիորեն ներդաշնակվում են միմյանց, և այդ կապը պետք է ավելի հասանելի դարձնել բոլորին։ Քանի որ հանդիպման լավագույն վայրը թանգարանն է, ծրագրի օջախ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանն է, վերհանել, լուսաբանել Ավետիք Իսահակյանի և Ֆրանսիայի միջև անկախտելի մշակութային կապը։ Գլոբալ մեր միջոցառումը այսօրվա հանդիպումը դրան է նվիրված։ Մենք ունենք եւս Գոհարից բացի 2 մասնակից, այս պահի դրությամբ հուսով եմ հաջորդ տարի, երբ հանդիպենք հարգելիներս, մենք ունենանք ավելի մեծ թիմ, որոնք արդեն կփորձեն պատմել իրենց մասին ֆրանսերենով, ծանոթացած կլինեն ֆրանսիական մշակույթին եւ Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապին։ Իսկ վարպետի ժառանգության միջազգայնացման ուղղությամբ ևս մեկ նախագիծ կիրականացվի առաջիկայում։ Ապրիլի 17-ին Դորսոդուրո 2266 հասցեում Վենետիկի այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, կբացվի նրա հուշատախտակը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։